Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների շփումը տևել է ավելի քան 1 ժամ։ Քննարկեցինք ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև Ուկրաինային Ռուսաստանի հարվածները։ Լավ զրույց էր, սակայն ոչ այնպիսին, որը կբերի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ պետք է արձագանքի ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը։ Թրամփը տեղեկացրել է, որ օրակարգում է եղել նաև Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքը։ Թեհրանի համար ժամանակը սպառվում է, Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, կարծում եմ այդ հարցում համակարծիք ենք։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին և գուցե օգտակար լինի այս կարգավորման հարցում։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով երկու երկրի ղեկավարները քննարկել են օրերս Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները, պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։ Օրակարգում է եղել նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հնդկաստան-Պակիստան սահմանին։ Հեռախոսով առաջին անգամ զրուցել են նաև Վլադիմիր Պուտինը և Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Ի թիվս տարբեր հարցերի մտքեր են փոխանակվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն Ռուսաստանի նախագահը վերահաստատել է, ցանկանում է հասնել խաղաղության քաղաքական դիվանագիտական ճանապարհով։ Պուտինը հերթական անգամ ընդգծել է հակամարտության սկզբնապատճառները վերացնելու կարևորությունը։ Ռուսաստանի նախագահը և Հռոմի Պապը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև վերսկսված բանակցությունները, գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Վատիկանին ճգնաժամի կարգավորման հարցում աջակցելու պատրաստակամության համար։ Վատիկան Նյուզի տվյալով Լևոն 14-րդը կոչ է արել Ռուսաստանին խաղաղության ժեստ անել։ Նա ընդգծել է երկխոսության, կողմերի միջև դրական կապեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանը և Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը։ Նախագահներն ընդգծել են, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է։ Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։ Նշվում է, որ Փեզեշքյանը և Ալիևը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել է Փենյան մարտից ի վեր արդեն երկրորդ անգամ։ Նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Կուրսկի մարզի վերականգնման հեռանկարը։ Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն ընդգծվել է Կուրսկի ուղղությամբ մարտերին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների սխրանքը հավերժացնելու կարևորությունը։ Կիմ Չեն Ընը խոստացել է շարունակել Ռուսաստանին աջակցությունը միջազգային քաղաքական, այդ թվում Ուկրաինայի հետ կապված հարցերում։ Անդրադարձ է եղել Ռուսաստան-Հյուսիսային Կորեա երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Քննարկվել է նաև կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը։ Դոնալդ Թրամփը ստորագրել է Միացյալ Նահանգներ 12 երկրի քաղաքացիների մուտքը արգելող հրամանագիր։ Սպիտակ տան տվյալով արգելվել է ԱՄՆ մուտք գործել Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին։ Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ այդ երկրներից քաղաքացիների մուտքը կվնասի ԱՄՆ շահերին։ Հրամանագրով մասնակի արգելք է սահմանվում ևս 7 երկրի՝ Տոգոյի, Թուրքմենստանի, Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի և Վենեսուելայի քաղաքացիների համար։ Բացառություններ են նախատեսված այն քաղաքացիների համար, որոնք ԱՄՆ օրինական բնակիչներ են կամ ունեն գործող վիզաներ, ինչպես նաև այն անձանց համար, որոնց մուտքը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին։ Դիանա Գասպարյան, լուրեր։